Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 21-ը։ Աստանա պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններից ու փաստաթղթերի ստորագրումից հետո համատեղ հայտարարություն են տարածել ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին։ Կողմերը կշարունակեն գործակցել ԵԱՏՄ շրջանակում եւ պաշտպանության ոլորտում։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու, մասնակցելու երկօրյա կլոր սեղանին։ 5 փորձագետների Երևան-Բաքու-Երևան չարտերային թռիչքների կազմակերպման համար կառավարությունը հատկացրել է 17 միլիոն դրամ։ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ընթացքում փորձաքննությունների ազգային բյուրոյից Դավիթ Մելքումյանն ասել է, որ պայթուցիքի հետքեր չեն հայտնաբերվել։ Նա դեպքի վայրում եղել է հենց հրդեհի օրվա լուսաբացին եւ անձամբ մասնակցել դեպքի վայրի զննությանը։ Եվս մեկ այս անգամ խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Առիթ նորերս դատական նիստերի վերջում նրա արտահայտություններն են։ Կալանավորվել է նաև Ղուկասյանի որդին, Սպարտակ Ղուկասյանը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունել է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը Հայաստանում նախնական $500 միլիոն ներդրում կատարելու վերաբերյալ, որն իրականացվելու է Dell եւ Nvidia ընկերությունների հետ համագործակցությամբ։ Հրապարակվել է Ուկրաինայում խաղաղության Թրամփի ծրագիրը, ըստ որի Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը ճանաչվում են Ռուսաստանի տարածքներ, Խերսոնը եւ Զապորոժիան սառեցվում են շփման գծի երկայնքով։ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց, բանակի անձնակազմը նվազեցնի, ամրագրի իր ոչ միջուկային կարգավիճակը։ Սպիտակ տանը սպասում են Զելենսկու արձագանքին։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը կրկին հայտարարել է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Որոշման պատճառ են դարձել քաղաքի գերբնակեցումը եւ ջրի պակասը։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մոնիկա Հայրոյանն եմ, ցտեսություն։